Այսօրերին մի շատ հայտնի տեսանյութ է պտտվում, դա իրանցի կինը այրում է Խամենեի նկարը եւ ծխախոտը բանանում կպցնում այդ կրակից, հասկանալի է սիմվոլիկան ինչ են ձգտում իրանցիները իրականում, ինչ ազդակ է դա Իրանի իշխանությունների։ Տեսեք, ընդհանուր առմամբ այս ցույցերի ընթացքում Ալի Խամենեիի այսպես պատկերով պաստառներ այրելը կամ Իրանի հենց Իսլամական Հանրապետության դրոշը այրելը, ընդհանուր մինչև մզկիթների վրա հարձակումները եւս ցույցիչ են նրա, թե ընդհանուր ինչ տրամադրություններ են տիրում այս ցուցարարների շրջանում եւ որն է նրանց բողոքը համակարգի դեմ, որի խորհրդանիշը եւ մարմնացումը Ալի Խամենեին է։ Այսինքն հիմնական պահանջը ըստ էության առնվազն կարգախոսների մակարդակով դա է։ Տարօրինակ զգացում է առաջանում ցուցարարների մեջ զինված մարդկանց տեսնելը։ Ազատ շրջում են ցույցերի ժամանակ։ Դա էլ երևի թե էլի այս ցույցերի առանձնահատկություններից մեկն է, ընդ որում դա կարելի է բացատրել մի քանի հանգամանքով։ Այսինքն ենթադրում են, որ կան ուժեր, որոնք ուզում են թեժացնել այդ սպանություններով իրավիճակը։ Իհարկե, օրինակ, եթե մենք վերցնենք, ենթադրենք Իրանի արևմտյան շրջանները, հիմնականում քրդաբնակ շրջանները, որտեղ էլի շատ թեժ ցույցեր են ընթանում, այդտեղ եւս հաճախ են եղել այսպես զինված բախումները, ու սրա բացատրություններից մեկը նա է, որ այդ շրջաններում ակտիվ են քրդական զինյալ որոշ խմբավորումներ, որոնք բնականաբար ունեն որոշակի զենք զինամթեր կամ կարող են հարևան Իրաքյան Քրդստանից ներգրել ու այստեղ էլի կարող է այդ գործակալական դերակատարումը իր դերակատարումն ունենալ, այսինքն զարմանալի չէ, որ ինչ որ ցուցարարների մոտ կարող են լինել նաև զենքեր, հաշվի առնելով, որ Իրանում Իրանի հակառակորդները հանձինես օրինակ Իսրայելի ունի գործակալական ցանց, որը նաև շատ ակնառու է եղել 12-օրյա պատերազմի ընթացքում, հետևաբար այս առումով սա զարմանալի չէ նաև այն համատեքստում, որ ընդհանուր կա համակարգի եւ ուժայինների նկատմամբ այսպես գեներացված ատելություն, բավականին բարձր մակարդակ ու շատերը գուցե հենց զենքի միջոցով պայքարն են տեսել լուծում։ Ժաննա, այս իրավիճակում ինչպիսի դերակատարություն կարող է վերապահված լինել Թուրքիայի եւ Ադրբեջանի։ Թուրքիայի եւ Ադրբեջանի մասով, քանի որ ես ինքս մասնագետ չեմ, շատ մեծ դիտարկումներ չեմ կարող անել, բայց Իրանի համատեքստում այս երկրների առաջնային դերակատարումը միշտ վերաբերվել է օրինակ պանթյուրքական օջախներին, դրանց ակտիվացմանը կամ սնուցմանը եւ այլն։ Ու այս համատեքստում եւս, եթե Իրանում ինչ-որ անկայունություն է լինում եւ շարունակվում, չի բացառվում, որ այս երկրները կկարողանան օրինակ ակտիվացնել կամ կփորձեն ակտիվացնել պանթյուրքական օջախների։ Ադրբեջանաբնակ տարածքներում ապրողների։ Օրինակ թուրքախոս այո տարածքներում, բայց այստեղ մենք նաև պետք է արձանագրենք, որ նույն թուրքախոս շրջանների ցույցերը իրենք եղել են նույն համատեքստում, ինչ Իրանի մնացած բոլոր շրջանների ցույցերը, այսինքն իրենք ինչ որ այլ պահանջով չեն առանձնացնել, բայց մենք նաև նկատում ենք, որ նույն պանթյուրքական շրջանակներում հակառակը փորձ է արվում տանել այն քարոզչությունը եւ այն տպավորությունը ստեղծել, թե այդ տարածքներում կա նաև այլ պահանջներ, այնինչ դա ավելի շատ պանթյուրքական քարոզչությունն է, քան ռեալ պատկերը։ Այսօր հանդիպեց տեղեկություն մեր իրանագետներից մեկի կողմից, որ այդ ցուցարարների մեջ կան խմբեր, որոնք ադրբեջանական քարտերի են տիրապետում, հատկապես ձեր նշած այդ սահմանամերձ գոտիներում, այսինքն հավանականությունը մեծ է, որ Բաքուն այնուամենայնիվ միջամտության գործիքներ ունի։ Առհասարակ Իրանի թուրքախոս նահանգներում Ադրբեջանը տարիներ շարունակ շատ ակտիվ է եղել ու առնվազն քարոզչական մակարդակում իր փորձել է նարատիվները ենթադրենք տարածել թուրքախոս բնակիչների շրջանում, ինչ վերաբերում է քարտերի առկայության եւ այլն, նման ինֆորմացիա չեմ կարող հաստատել, բայց դա նաև մեկ այլ հարց է առաջ բերում, Իրանում այս օրերին սահմանափակել են նաև բջջային կապի հասանելիությունը, այսինքն
բոլոր տեսակի կապն են սահմանափակել, ընդհանուր նաև արբանյակային կապն են խլացնում, ու այս պայմաններում չգիտենք որքանով կարող է դա օրինակ աշխատել այդ ադրբեջանական քարտեր ունենալ կամ չունենալը, բայց չեն բացառում, որ կարող են այլ գործիքակազմ կիրառել։ Հայ-իրանական հարաբերություններում ինչ ռիսկեր են առաջացնում այս դեպքերը։ Այս պահին մենք ունենք առաջին ազդեցությունը տնտեսական հարաբերությունների վրա, նույն ռեալի արժեզրկումը խնդիրներ է ստեղծել նաև հայ-իրանական, այսպես առևտրաշրջանառության համար, ինչու որովհետև օրինակ կան արդեն իսկ հայ ներգրողներ, ովքեր հայտնել են, որ իրեն գործը այսպես ասած կանգնած է եւ չեն կարողանում ներկրում իրականացնել, որովհետև եւ Իրանում ընդհանրապես իրավիճակի լարվածության հետ պայմանավորված եւ առաջին հերթին ռեալի արժեզրկման պայմանավորված, քանի որ շատերի համար բիզնեսի տեսանկյունից հարմար բարենպաստ մթնոլորտ չէ այդ ռեալի արժեզրկման պայմաններում բիզնես վարելը, կամ եթե դիտարկում ենք մեր արտահանման տեսանկյունից, ապա մեր ապրանքը կարող է ոչ թե կարող է, այլ իրանցիների համար շատ ավելի թանկ է ըստ էության լինելու եւ գուցե այդ պայմաններում պարզապես օրինակ նպատակահարմար համարվի ինչ որ ապրանք չներկրել, այսինքն նմանատիպ ռիսկեր կան, որոնք արդեն առնվազն մեր գործարարները ու տնտեսագետները բարձրաձայնում են, որ կարող են լինել։ Դե Իրանը բացի հայ-իրանական ուղիղ առևտրային հարաբերություններից Իրանը մեծ ճանապարհ է տալիս նաև այլ երկրների հետ, հատկապես դեպի Հնդկաստան, Չինաստան, այդ ուղղությունը սպասարկելու։ Դա էլ է վտանգվում։ Դա վտանգվում է այն դեպքում, եթե Իրանում լինում է օրինակ մշտապես ոչ ստաբիլ վիճակ, ոչ կայուն վիճակ, այսինքն անդադ խժդժություններ, բախումներ, այդ սցենարի դեպքում չեն կարող բացառել, որ այո, կարող է նաև վտանգ սպառնալ նաև տարանցիկ հաղորդակցությանը, բայց այս պայդրությամբ կարծում եմ չկա նման ինֆորմացիա, որ ինչ որ կերպ դա խաթարվել է։ Իշխանապողության հավանականությունը այս բանը ինչպես է գնահատում։ Հենց այս պահի եւ այսօրվա դրությամբ տպավորություն է, որ Իրանի իշխանությունները վերահսկել են իրավիճակը, բայց ելի եմ կրկնում ինտերնետի բացակայության պայմաններում սա այսպես շատ հարաբերական տպավորություն կարող է լինել, ու նաեւ տպավորություն է, որ Իրանի իշխանությունները պատրաստում են ել ավելի ուժգին ճնշել, ընդհանուր սաստկացնել եւ ճնշումը եւ նաեւ իրենց հետագա գործողությունները, բայց այս ամեն ինչը հենց այս պահի դրությամբ, որովհետև դեռ անհասկանալի է ինչ կլինի հետագայում, ու ելի կրկնում եմ արտաքին միջամտության հարցը դեռևս օդում առկախված է, որը կարող է ելի շատ բան փոխել։ Օրինակ իրանցիների հոսք Հայաստան։ Իրանցիների հոսք Հայաստան, այո, եթե լինի նման անկայուն վիճակ, այսինքն Իրանը դառնա օրինակ Սիրիայի նման, ինչ որ իրավիճակ ստեղծվի, այո, ոչ միայն իրանցիների, այլ առաջին հերթին նաև իրանահայերի հոսք կարող է լինել։ Մենք էլ հիմա հստակ տեղեկություն չունենք մեր համայնքը ինչպես է այս իրադրությունում կողմնորոշում։ Հա, էլի կապը չլինելու պատճառով, թե այո, կապի բացակայության պատճառով համայնքի մասին հստակ ինֆորմացիա չկա, բայց կա շրջանառված տեղեկություն, որ իրանահայ զոհ ևս ունենք։